Նինոց Մինդայի շրջանում ամենաարդիական խնդիրներից մեկը խմելու ջուրն է։ Քաղաքի որոշ հատվածներում ջուրն անվերջ գալիս է, իսկ որոշ մասերում ոչ։ Բացի այդ, եթե կա խմելու ջուր, ապա միայն կեղտոտ եւ սակավ։ Նման տեսարան նկատվում է հիմնականում գարնանը, ձնհալից հետո։ Հիվանդություն երեխեքին մանավանդ շուտ կբանեն է, հիվանդցնե, երեխան պեղդո ջուր կն ըխեմ է։ Երասրի խեմ է բդի։ Ամեն գարնան գալոխի պեղդորն ագա։ Մեր ջուրն է սաղ է պեղդոր, երգիր աշխար պեղդոր է։ Ինչպես գիտենք, արդեն ձնհալը սկսվել է։ Ջրերին հետ կապված խնդիրները առաջացել է, բնականաբար։ Դա չգիտեմ ինչից է, բայց ես նկատեմ, որ ջրի մեջ կա աղտոտություն, պեղդոր ջուր կա։ Որն իհարկե շատ վնասակար է առողջությանը, լավ գալի ուշադրություն դարձնել այդ ամենին, եթե հնարավոր է, որովհետև աղտոտ ջրեն ամեն հիվանդությունը կրնա մարդը ձեռք բերել։ Որն շատ տհաճ է յուրաքանչյուրի համար, ջուրն որ աղտոտ գալի, երասնենքը հետո նոր կօգտագործենք։ Կիսով չափ կոնե եթե թույն կամ մեջը կամ եթե ինչ-որ առողջանը հանդեպ պրոբլեմ կառաջացնի, դա քիչ թեթվացնենք, մինչև ջուրը նորմալանա։ Դասենա չենք կնա շտապերը, արդեն սովոր չենք էլի, տաների ջուրը կուքա, մեմա վև դերտաթախ ուշ տեղը ջուր կերը։ Կեղտոտ խմելու համար ոչ պիտանի ջուրը կարող է դառնալ մի շարք հիվանդությունների պատճառ։ Այն կարող է առաջացնել թունավորում։ Հարցազրույց ունեցանք բժիշկ Երվանդ Սավոյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց, թե ինչպիսի առողջական խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդն օգտագործի ծորակից հոսող կեղտոտ ջուրը։ Սննդի թունավորման աղբյուր կարող է լինել հեչացած սնունդը եւ ջուրը։ Մեզ մոտ դա հազվագյուտ երևույթ չէ, եւ մենք շատ լավ գիտենք, որ ջուրը հալելու ժամանակ, այդ ձյունը հալելու ժամանակ մեծ քանակությամբ կեղտոտ ջրեր են լցվում ջրատար համակարգ եւ մեր խմելու ջրի որակը փոխվում է, վատանում է։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ սեզոնը սկսվեց մեր մոտ, ձյունը ակտիվորեն հալում է, սարերից իջնում է եւ ջրի որակը սկսել է փոխվել։ Ճիշտ է, իմ կարծիքովս դրա դեմ մեծ պայքար է տարվում, ջուրը մշակվում է համապատասխան նյութերով, բայց այնուամենայնիվ պետք է լինել զգույշ, քանի որ արդեն սկսել են ֆիքսվել դեպքեր ջրային թունավորման երեխաների մոտ, բարձր ջերմություն, փորլուծություն եւ այլն։ Եվ եթե դուք տեսնում եք, որ ջրի որակը փոխվել է, ապա հում ջուրը օգտագործելը պետք է խուսափել հում ջուր օգտագործելուց։ Հատկապես դա վերաբերում է փոքր երեխաներին, տարեց մարդկանց, ում մոտ որ, ասենք, թունավորում կարող է ընթանալ ծանր եւ բարդությունների եւ հետևանքների բերել։ Եթե ամենայնիվ դա սկսվել է արդեն եւ չհավատալով մի քիչ կասկածելով ջրի որակին, ես բոլորին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել, օգտագործել երասրած ջուր կամ ջուրը խանութից։ Հատկապես դա վերաբերում է նորից ենք կրկնում փոքր երեխաներին, տարեց մարդկանց, քրոնիկ հիվանդներին, ովքեր մոտ որ այդ թունավորումը կարող է ընթանալ բավականին ծանր եւ բերել լուրջ առողջության խնդիրներ։